Մի մասը ծնողների ամենաթող ծնողներն են, որոնք չեն կարողանում սահմաններ դնել, չեն կարողանում երեխային ոչ ասել։ Այստեղ տիրում է ամենաթողությունը։ Ինչ ուզում ես արա, ոնց ուզում ես արա, ինչ ուզում ես ասա, ես կանեմ։ Դու միայն ցանկացիր, ես կկատարեմ։ Իսկ մյուս բևեռը ծնողների այդ, ինչպես արդեն ասեցի, խիստ կառավարող, վերահսկող մոդելն է, որն էլ ինչպես արդեն ասեցի, կարծես փորձում են երեխաներին կառավարել, ուղղորդել միայն այն ճանապարհով, որով իրենք են ճիշտ գտնում։ Եվ երեխաները հետագայում այս ամենաթողության կամ այս խիստ կանոնների ներքո նաև դժվարանում են սոցիալական հարաբերություններում, որովհետև եթե եղել է ամենաթողություն, սոցիումում ցանկացած պարագայում, եթե իրենց ցանկությունը չի բավարարվում այստեղ եւ հիմա սկզբունքով, նրանք ունենում են վեճեր, դիսկոմֆորտ, վիրավորանքներ կամ սկսում են շատ ագրեսիվ ճանապարհով հասնել իրենց ուզածին։ Նրանց կարծես բնորոշ է այդ հեդոնիզմը, հա, որ կյանքը դա հաճույք է, ինձ տրված է կյանքը վայելելու համար, սիրված լինելու համար, ճոխ ամեն բան ուտել, հագնել, վայելել եւ ասեմ, որ այս երեխաները հետագայում չեն էլ պատրաստվում իրենք ստեղծել այդ հնարավորությունը։ Նրանք միշտ փնտրում են մարդկանց, որոնք կհոգան իրենց կարիքները։ Ծնողներից հետո դա կարող է լինել կինը, ընկերները, որոնք պետք է շարունակեն այդ ընկերների ամենաթող ծառայող կեցվածքը, հա, որոնք իրենց համարել են թագավոր, երեխային համարել են թագավոր եւ սկսել են ծառայել։ Իսկ մյուս մոդելը, ովքեր որ այն ծնողները, որոնք եղել են խիստ կանոններ դնող, սահմաններ դնող, այդ երեխաներն էլ ունենում են շատ վախեր, կոմպլեքսներ, առհասարակ կարող են չկարողանալ սոցիալիզացվել հասարակության մեջ, ինչքան էլ խելացի կիրթ երեխաներ լինեն, մեծ ձեռքբերումների հասած, նրանք տարական հաղորդակցման որակներ չեն ունենում, չեն կարողանում աշխատանք գտնել, չեն կարողանում ամուսնանալ եւ ընտանիք ստեղծել, որովհետեւ նրանք սովոր են, որ միշտ ինչ որ մեկը պետք է իրենց հարցերը լուծի, իրենց ուղղված հարցերին պատասխանի, իրենց տեղը որոշումներ կայացնի եւ